Հարգելի հետևորդներ, ես հիմա գտնվում եմ Երևանի ճոպանուղու կայարանի առջև ու շատ եմ ցանկանում միասին գնանք ու տեսնենք ինչ է մնացել Երևանի երբեմնի գործող ճոպանուղու կայարանից, ինչպիսի տեսք ունի այն այսօր, ինչ է պահպանվել այստեղ եւ ինչու է այս վայրը տարիներ շարունակ լքված մնացել։ Ճոպանուղին կառուցվել է 1967 թվականին, ճարտարապետներ Հովհաննես Մարգարյան, Բաղդասար Արզումանյան։ Ավելի քան 35 տարի այն կապել է քաղաքի կենտրոնը նոր թաղամասի հետ, ամեն օր տեղափոխելով հարյուրավոր ուսանողների։ Ինչքան հիշում եմ, այստեղից նստում ենք։ Էս էլ լեգենդար մեր ճոպանուղու խցիկը։ Ինձ մի քանի անգամ բախտ ավիճակվե այս ճոպանուղով բարձրանամ դեպի Մարաշ, բայց չեմ հիշում որ կողմից էինք նստում, ոնց էինք իջնում, իջնելը կարծեմ այս մուտքով էինք դուրս գալիս։ Եթե ձեզանից ինչ-որ մեկը լավ հիշում է, խնդրում եմ մեկնաբանություններում գրեք, մեր հիշողությունն էլ թարմանա։ Ուզում եմ ասեմ, որ այստեղից շատ վատ հոտ էր գալիս, ափսոս որ այս վիճակն է։ 2004 թվականին ապրիլին տեղի ունեցած ողբերգական վթարից հետո ճոպանուղին ընդմիշտ դադարեց աշխատել, այն ինչ ժամանակին եռուն կյանք ուներ, այսօր վերածվել է լքված, գրաֆիտիներով ծածկված հուշարձանի։ Հարգելի հետևորդներ, եթե ինչ-որ մեկը ուզենա բարձրանա այստեղ, զգույշ կլինեք այս կողմով հանկարծ գլխի վայր չընկնեք։ Այս կողմի աստիճաններն է, որը լրիվ վթարային վիճակում է, ու այս ձև բաց թողել են։ Իմիջիայլոց ինչ-որ մեկը կարա առանց նկատելու գա ու ընկնի, բա զգույշ եղեք։ Սա այդ երկաթի աստիճաններն էր, որ մենք բարձրացանք միասին։ Իսկ այս կողմի աստիճանները դեռ գործող վիճակում է, արելի է այս աստիճաններով բարձրանալ, իջնել, բայց ամենայն դեպս տեղ էլ զգույշ եղեք։ Հիմա մենք իջնենք միասին, այս էր մեր լեգենդար ճոպանուղու կայարանը։ Ափսոս, որ այսպիսի վախճան ունեցավ, հուսով եմ մեր ղեկավարությունը ուշադրություն կդարձնի ու նորից Երևանի ճոպանուղու կայարանը կգործի։